Շնորհակալություն Ժորժ ջան, Ագնես Ախամոյանը մի բան ասեց, հիշեցրեց ձեզ, ինչպես ԿՊ-ի կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ Աղդամում ասել է, որ Աղդամը իր հայրենիքն է։ Հետո ասեց, որ սխալվել է։ Ժորժ ջան, չի սխալվել, ինքը ճիշտ է ասել։ Աղդամը այդ մարդու հայրենիքն է եւ պետք է համախմբված ուղարկենք իրեն հայրենիքը։ Մեկ մտածում եմ, որ այս վերջի օրն է, Քարոզարշավի նախավերջի օրն է, բայց վերջի հանրահավաքն է։ Մեկ մտածում եմ, այս առանց հանրահավաքներս ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ որ մի քիչ ժամանակ է պետք լինելու հետ վարժվելու համար, կոնկրետ գործով զբաղվելու համար։ Հայրենիք կառուցելով, հայրենիք պաշտպանելով։ Ժորժ ջան, այս իշխանությունը արեց ամեն ինչ, որ այս քարոզարշավը դառնա մի sense թույնով լցած քաղաքական process։ Որ այս քարոզարշավը լցված լինի ստով, կեղծիքով, ատելության խոսքով, որով եւս մեկ անգամ այնինչ անում էին 18 թվականից, եւս մեկ անգամ փորձեցին բաժանել մեր ժողովրդին, թշնամացնել իրար։ Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ process-ը, վերանորոգել մեր երկիրը։ Ձեզ հետ միասին։ Համաձայն եք։ Բայց գիտեք, իրենք սրանով չեն բավարարվում։ Երկիրը թունավորելով, երկրի վրա թույն շնչելով չեն բավարարվում։ Իրենք արել են շատ ավելի վտանգավոր մի բան։ Իրենք մեզ տեղադրել են Եվրոմիություն, Ռուսաստան հակազդության կենտրոնում։ Սա այն է, ինչի մասին ես առնվազն մի քանի ամիս առաջ եւ մի քանի անգամ տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ զգուշացնում էի, որ դա լավ տեղ չի փոքր երկրի համար բարդ տարածաշրջանում։ Իրենք մի ճակատագիր են ընտրել Հայաստանի համար, որը շատ նման է Ուկրաինայի ճակատագրին, որը շատ նման է Վրաստանի Սաակաշվիլի ժամանակների ճակատագրին։ Մեզ դա պետք չի եւ մենք դա մերժում ենք։ Մի շատ պարզ, ինչին է Հայաստանին սա պետք։ Կարող է որևէ մեկը ողջամիտ մի բացատրություն տա, չի կարող։ Եվ այդ քայլի արդյունքները մենք արդեն տեսնում ենք։ Գիտեք այսօր ինչ հարաբերություններ են Եվրոմիություն, Ռուսաստան, թշնամացած, գրեթե պատերազմի մեջ Ուկրաինայի տարածքում։ Եվ հիմա Հայաստանի տարածքում ինադու մեկը մեկին քայլեր են ձեռնարկում մեր տարածքում խաղալով մեր ժողովրդի ճակատագրով։ Մենք դա մերժում ենք։ Ժորժ ջան, այնինչ արվում է այսօր այս իշխանության կողմից, ուղղակի Հայաստանի գյուղատնտեսության ոչնչացումն է լինելու։ Տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր մարդիկ դրանից տուժելու են։ Ինչի համար, որ Նիկոլա Աթոռը պահի, իսկապես համարժեք, այսպես ասենք, բաներ են։ Թույլ չենք տա, թույլ չենք տա։ Արդեն Ռուսաստանը հնչեցնում է, որ եթե գնում եք Եվրոմիություն, գազի գինը եռապատկվելու է։ Մենք պատրաստ ենք գազի համար, կրկնակի, եռակի ավել փող տալ միայն նրա համար, որ Նիկոլը նստած մնա այդ աթոռին, ոչ, ոչ եւ ոչ։ Յուրաքանչյուր իշխանություն լուրջ քայլեր անելիս պետք է գնահատի, թե այդ քայլերից ինչ է ստանում երկիրը, ինչ է կորցնում։ Պետք է գնահատի ինչ ռիսկեր կա եւ փորձի նվազեցնել այդ ռիսկերը։
Իմ տպարությունը այնպիսին է, որ այս իշխանությունը ոչ մի հաշվարկ չի անում, մեկ հաշվարկ ունի, ինչ անի, որ աթոռը պահի թքած ունի, թե հետո ինչ կլինի իր սեփական ժողովրդի հետ։ Ուրեմն ինչ պետք է անենք մենք այս իշխանությանը։ Չէ, քիչ է, ուղարկենք գրողի ծոցը։ Նայեք, գոնե հարևանից սովորի, Վրաստանից։ Նրանք էլ Սաակաշվիլու քաղաքականության դառնությունը տեսնելուց հետո վերջերս երևի գիտեք այդ հանգամանքը ինչպես էին փորձում իրենց հրահրել եւ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Մերժեցին իրենք, հավասարաշրջված քաղաքականություն ընտրեցին եւ ըստ էության փրկեցին երկրորդ խնդրից։ Գոնե քո հարևանիդ գործունեության նայ սովորի, նրանք սովորել են սեփական փորձից, դու սեփական փորձի վրա էլ չես կարող սովորել։ Արկածախնդրության քաղաքականության պատճառով հանձնեց Արցախը, հետո ասում սխալվել եմ, հետո որ մի մարդ մի տես սխալումա բռնում դատում են, քո սխալը քո վրա ինչ անդրադարձ է ունեցել, կարող ես ասել, զրո անդրադարձ։ Հակառակը իր կայֆերի մեջ համեմատեք, լրագրողներ կան նաև այստեղ, թե ինչ ծախսեր էին արվում Հայաստանի առաջնորդների այդ եւ աշխատանքի հետ կապված աշխատանքի ապահովման, կենսաղի ապահովման այդ դաչաներ կոչեցյալը, ինչ ծախսեր է արվում բյուջեից անվտանգության վրա, անգամներով շատ, առնվազն 5 անգամ շատ, քան եղել են նախագահների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, ինչի համար, ինչ ես արել, ինչ ես բերել Հայաստան, որ ծախսերը քո համար, քո կայֆերի համար, քո անվտանգության համար 5 պատիկ ավելացրել ես։ Ով ես դու։ Ես կարող եմ նաև ասել, մի բան կա, որ ինքը շատ լավ է անում։ Իսկապես շատ լավ է անում, բացի ստից, կեղծիքից։ Ժորժ ջան, ես երկու թիվ վերեմ, դուք միանգամից կկրահեք, թե ինչն է Նիկոլ Փաշինյանը անում փայլուն։ Իմ նախագահության ժամանակահատվածում, օրինակ 2007-8 թիվ ամբողջ տուգանքներից եկած եկամուտը բյուջեն եղել է մոտ 3.5 միլիարդ դրամ։ Հիմա ասեք, Նիկոլ Փաշինյանի ժամանակ քանի միլիարդ դրամ են տուգանվել մեր ժողովուրդը, քանի միլիարդ դրամով 28 միլիարդ դրամ ժողովրդին սարքել են տուգանքի մատերիալ, քանի անգամ ավել, այսը լավ է անում, ժողովուրդ ջան, ինքը ձեզ նայում է իսկապես որպես տուգանքի մատերիալ, նայում է ոնց կարելի է քերթել, ինչ կարելի է ևս անել ձեզ վնաս հասցնելու համար։ Գյուղատնտեսության մասին ասացի, ալկոհոլային խմիչքներ եւ այլ ամեն ինչի ճանապարհը փակվելու է, հանուն ինչի, հանուն ոչինչի, մեր քաղաքականությունը հետևյալն է։ Մենք փոքր երկիր ենք, մեծ երկիր չենք, բայց մեր մեծ պոտենցիալ ունենք, մեծ մարդկային ուժ ունենք, մենք ուզում ենք շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, լավ հարաբերություն ունենալ Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, լավ հարաբերություններ ունենալու համար իրենց արանքը մի մխրճվի, շատ է վտանգավոր, համամիտ եք ժողովուրդ ջան։ Հիմա ինչ ենք մենք կարող անել, գնալ հունիսի 7-ին և քվեարկել այս մարդկանց վռնդելու օգտին, չէ, գրողը ծոց ուղարկելու օգտին։ Մենք ունենք մեկ պրոբլեմ Հայաստանում, այդ պրոբլեմը ունի անուն, ունի ազգանուն, և այդ անուն ազգանունը, այդ ճիշտ ասացիք, այդ ոնց կռահեցիք, ուրեմն, մի քիչ ես վերջերս մի երկու անգամ այլ կարգախոս եմ ասում, չկա Նիկոլ, չկան պրոբլեմներ, չկա Նիկոլ, չկա պատերազմ,
չկա Նիկոլ, չկա ճգնաժամ, չկա Նիկոլ, չկա սուտ, չկա Նիկոլ, կա Հայաստան։ Ուրեմն, հունիսի 7-ին համար 17, հունիսի 7, համար 17, ապրես, ուրեմն, մենք ընտրում ենք Հայաստանը, մենք ընտրում ենք Հայաստանը և ում հայրենիք աղդամն է թողնա, հերու, ինչքան հերու ենքան լավ, շնորհակալություն ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան։